Ես 21 տարեկան եմ եւ ունեմ շուտ սերմնաժայթքման պրոբլեմ։ Ինչ խորհուրդ կտաք։ Կան օգնող ինչ-որ բուսական միջոցներ։ Կարեն 21 տարեկան։ Կան ինչպես բուսական, այնպես էլ քիմիական դեղորայքներ, բայց մինչև որևէ դեղի մասին խոսելը անհրաժեշտ է պարզել վաղաժամ սերմնաժայթքման պատճառը, որովհետև վաղաժամ սերմնաժայթքումը նախ եւ առաջ կարող է լինել ինչպես առողջ, այնպես էլ եւ հիվանդ տղամարդկանց մոտ։ Առավել եւս 21 տարեկանում, երբ սեռականությունը դեռ լրիվ ձևավորված չէ եւ տղաների մոտ հաճախ են այս ժամանակահատվածում լինում անկանոն սեռական հարաբերություններ, որոնց դեպքում հենց լինում են վաղաժամ սերմնաժայթքման դեպքեր։ Գուցե եւ սա կախված է նաեւ այն հանգամանքի հետ, որ այս տարիքում հաճախ երիտասարդները չեն ունենում մշտական զուգընկերուհիներ, որի դեպքում եւս հնարավոր է նման վիճակ։ Ցանկալի է պարզել տեսակը, այսինքն պատճառը օրգանական է թե հոգեբանական, որից հետո կարելի է արդեն անհրաժեշտության դեպքում նշանակել համապատասխան բուժում, որպեսզի վաղաժամ սերմնաժայթքումը վերանա։ Իհարկե, որպես խորհուրդ միայն կարող եմ այս դեպքում ասել, որ ցանկալի է հաճախակի փոխել դիրքերը եւ հնարավորության սահմաններում դրա միջոցով երկարացնել սեռական ակտի տևողությունը։ Ես շատ եմ ուզում տրվել իմ ընկերոջը։ Ամեն ինչ լավ է ընթանում, մինչև այն պահը, երբ ընկերս ուզում է մտնել իմ մեջ։ Այդ պահին ես վախենում եմ, ոչինչ չի ստացվում։ Ինչպես հաղթահարեմ վախը։ Անստորագիր։ Վախը կարող է կապված լինել մանկական կամ պատանեկան հոգետրավմաների հետ կամ սխալ տեղեկության հետ, որը գալիս է էլի պատանեկությունից, կանանց մոտ սեքսուալությունը ավելի շատ հոգեբանական է եւ մանկական վախերը եւ սխալ տեղեկությունը մասնավորապես կապված սեքսուալ ֆունկցիաների, սեքսուալ առողջության հետ բերում է նրան, որ կնոջ մոտ մանկությունից արմատավորվում է վախը, որը թույլ չի տալիս, որ կինը լիարժեք տրամադրվի սեռական ակտին։ Հաճախ դա դրսևորվում է նրանով, որ կինը կարող է եւ սեռական հարաբերության ժամանակ եւ օրգազմ չապրել, իսկ այս դեպքում նաեւ ամուսնուն զուգընկերոջը մոտ չթողնել։ Սա կարող է նաեւ լինել վագինիզմի դրսևորման երևույթ, այսինքն այստեղ անհրաժեշտ է վերացնել վախը հոգեթերապևտիկ եւ նաեւ դեղորայքային ճանապարհով, որպեսզի ավելի ստույգ լինի, իհարկե ցանկալի է պարզել, թե այդ վախը միշտ է ուղեկցել, թե պարզապես հայտնվել այն ժամանակ, երբ արդեն փորձել է ապրել սեռական կյանքով կամ միգուցե այդ վախը պայմանավորված է ինչ-որ մի գործոնով կապված ոչ լիարժեք վստահության կամ ինչ-որտեղ նաև ոչ այդքան սեքսուալ գործոնի արկայության հետ կապված։ Այսինքն պատճառները այստեղ ավելի շատ հոգեբանական են, անհրաժեշտ է պարզել բուն պատճառը եւ որի վերացման դեպքում արդեն կինը կարող է լիարժեք տրվել սեռական ակտին։ Կուզենայի իմանալ ինչպես կարելի է երկարաձգել սեռական ակտը։ Ակտը տևում է 15-ից 20 րոպե։ Լսել եմ, որ սեքսի ժամանակ կարելի է ամորձիների շրջանում ինչ-որ մի տեղ սեղմել եւ ակտը կերկարի։ Դա ճիշտ է, Պավել Պետրոսյան։ Պավելին խորհուրդ կտայի այդ տարբերակները այդքան էլ չշահագործել, մասնավորապես ամորձիների շրջանում ինչ-որ մի բան դնել կամ սեղմել, որովհետև արդյունքում կարող է ավելի շատ վնասել, քան օգտակար լինել, պարզապես այս դեպքում իհարկե պետք է պարզել բուն պատճառը, թե որն է դրա պատճառը, առավել եւս այն դեպքում, որ որքանով հասկացա, Պավելը ունի արդեն փորձ սեռական կյանքով ապրելու, պարզապես կա մի մեթոդ, որը շատ հաճախ ժողովուրդը շփոթում է, ոչ թե ամորձիների հատվածում, այլ սեռական հարաբերության ժամանակ, ովքեր ունեն վաղաժամ սերմնաժայթքում, կա մի մեթոդ, որի ժամանակ պետք է առնանդամը հանել հեշտոցից եւ սեղմել անդամի գլխիկը մի քանի վայրկյան պահելով այն։ Սակայն այս վարժությունները կատարվում են սեքսոպաթոլոգի ցուցման դեպքում, այսինքն ըստ տեսակի, որովհետև վաղաժամ սերմնաժայթքումը ունի իր տեսակները եւ այդ մեթոդը հնարավորություն է տալիս երկարացնել սեռական ակտը, քանի որ այս դեպքում սերմնաժայթքման ռեֆլեքսը մեխանիկորեն հետ է ընկնում եւ տղամարդը հնարավորություն է ունենում այդ վարժության միջոցով փաստորեն երկարացնել սեռական հարաբերության տևողությունը։